Մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում եւ ավելի լավ են ապրում գնաճի հաշվառումով եւ ավելի լավ են ապրում շուրջ 50%-ով։ Ինչ ծիծաղելի բան եք ասում աղջիկ ջան, ինչն է լավացի, ավելի է վատացի։ Իսկ ինչու՞։ Չգիտենք։ Քանել բավարար չի աշխատավարձը։ Ու մի քիչ ստրեսային իրավիճակում ենք անդադարում։ Ճիշտ ամեն ինչ շատ թանկացել է, այդ ամեն ինչը կա, բայց 5 տարի առաջվա համար զուտ ինձ համար փոխվել է։ Եթե դրսից մեր Եվրոպայից մեր հարազատները մեզ փող չուղարկեն, Հայաստանում ոչ մի բան տեղից չի շարժվում, ավելի շատ բադի ենք գնում։ Ես չեմ նկատել, միգուցե, բայց չեմ նկատել։ Ոչ, ավելի է վատացել։ Ուսուցիչները կամ ուրիշ պետական հիմնարկների աշխատողները կարծում եմ կցանկանային, որ աշխատավարձները ավելի բարձրանան, ամեն ինչ թանկացել է, իսկ մեր գումարը մնացել է նույնը։ Ոչ այնքան։ Կարար ավելի լավ լիներ։ Փոփոխություն։ Ինչ կա, տենց էլ մնացել է ավելի վատ։ Չէ, ոչ մի փոփոխություն չկա։ Ոչ ղեկավարության կողմից, ոչ մի բան։ Բարելավումն էլ եղել է, իհարկե եղել է։ Չէ, չի բարելավում։ Ոչ մի բան լավ բան չկա։ Երջանիկ լինելու համար մարդը պետք է լինի առողջ։ Ակնհայտ է թե ինչի մասին է խոսքը։ Ոչ, նույնիսկ եթե ապահովագրություն ունես, լրիվ չի ապահովում։ Առողջապահության ոլորտից չեմ օգտվել։ Չգիտեմ, բայց դե թանկ են, բոլոր տեղերն էլ թանկ են։ Հիմա ես եկել եմ հիմա կենտրոն, բայց չկարողացա, գները տեսա, փախա։ Սոցփաթեթներ բացարձակ չկա ոչ մի ոլորտում, նույնիսկ հիվանդանոցում, այսինքն հիվանդանոցի աշխատողները շատ քիչ ունեն հնարավորություն դրանից օգտվելու։ Առողջապահության ոլորտում դրական ոչինչ չեմ կարող ասել։ Բժշկական ծառայություններից ոչ լավ առիթով օգտվել ենք անցյալ տարի, շատ շնորհակալ եմ ու գոհ եմ։ Մեծ բարեփոխումներ կա այդ համակարգում։ Ճամփորդել, մարդը երջանիկ լինելու համար պետք է ճամփորդի։ Ես թոշակառու եմ, ինձ տենց բաներ չեմ թույլ չի տալի ֆինանսականը։ Հանգիստը գիտեք, Հայաստանում ավելի թանկ է, քան դրսում հանգստանալը։ Այստեղ 1-2 օրով հնարավոր է ինչ-որ միտեղ գտնել տարբերակ։ Տեսնես, որ իսկապես հանգստանում են, ինչ-որ չափով, չեմ ասում ինչ-որ չափից դուրս, բայց ամեն մեկը իր կարողությունների շրջանակ։ Ոչ, ես թոշակառու եմ, չեմ կարողանում հանգստանալ։ Այդպիսի հաճույք ինձ չեմ կարող ցույց տալ։ Ինչ որ բաներից պետք է զրկանքներ անեք, որ կարողանա։ Ոչ մեկն չի կարող աշխատավարձով, ով կասի աշխատավարձով հանգստի, դա հնարավոր չի։